Երևանի մանկան տունն է, որտեղ խնամք են ստանում առողջ եւ զարգացման թեթև խնդիրներ ունեցող երեխաները։ Այստեղ փոքրիկների համար կազմակերպում կամ լուծում են առողջությանը, նախակրթությանը, սոցիալիզացիային եւ ներառմանը վերաբերող խնդիրները։ Մանկատանն այս պահին խնամք է ստանում 52 երեխա, որոնցից 3 տասնյակը հաշմանդամություն ունի։ Մանկալքությունը մեր երկրում հիմնականում պայմանավորված է առողջական խնդիրներով։ Լինում են դեպքեր, երբ ծնողի ցանկությամբ եւ որոշմամբ եւ արտամուսնական կապերից ծնված երեխաներ են լինում, բայց դրանք շատ քիչ տոկոս են զբաղեցնում, Երեխաները մանկան տուն են հայտնվում նաև խնամակալության եւ հոգաբարձության մարմնի սոցիալական ծառայության որոշմամբ, երբ երեխայի տանն ապրելը չի բխում նրա շահերից։ Սկզբնական շրջանում ժամանակավոր մինչև աշխատանքներ են տարվում տվյալ ընտանիքների հետ, եթե աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքը, վերամիավորման դեպքեր եւս ունենում ենք։ Եթե ոչ, ապա երեխաները արդեն հաշվառվում են որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հստակեցվում է կարգավիճակը եւ ընտրվում նրան իրենց խնամքի համար այլընտրանքային, տարբերակներ, խնամատարություն եւ նաեւ որդեգրություն։ Մանկան տանը տեսակցությունների սահմանափակումներ չկան, եթե դրանք չեն խանգարում երեխայի լավագույն շահին։ Լինում են դեպքեր, երբ ծնողները գալիս են ոչ սթափ վիճակում, ոչ հոգեպես կայուն վիճակում, ոչ հիգիենիկ սանիտարական նորմերին համապատասխան վիճակում, բնականաբար այդ պարագայում հանդիպումները կարող են նաև սահմանափակվել։ Կենտրոնում ապահովում են երեխաների նախակրթությունը։ Ի ուրախություն մեզ երեխաները այստեղից նաև հաճախում են վարչական շրջանի տարբեր մանկապարտեզներ, դա վերջին տարիներին մեր ձեռքբերումներ, քանի որ մշտապես տարիներ շարունակ երեխաները այստեղ եւ ապրել են եւ համարվել է իրենց համար որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Այս պահին 3-ից 6 տարիքային խմբից 6 երեխա, այդ թվում նաև զարգացման առանձնահատկություններ ունեցողներ, հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ։ 0-ից 6 իրենք բոլորը տեղակայված են իրենց համապատասխան տարիքային խմբերում եւ դրանցից յուրաքանչյուրը ունի իր օրվա գրաֆիկը, ռեժիմը։ Դրանք բոլորը բխում են երեխայի չափորոշիչներից, զարգացման 0-ից 1 տարեկան երեխաների պարագայում հիմնական մեխը աշխատանքների երեխաների առողջության կազմակերպումն է եւ խնամքն է։ Այստեղ նաև երեխաների զարգացմամբ են զբաղվում։ Կենտրոնն ունի իր սոցաշխատողը, լոգոպեդը, հոգեբանը, երաժշտության ու կերպարվեստի ուսուցիչները, որոնք հատուկ ժամանակացույցով պարապում են երեխաների հետ։ Ունենում ենք տարբեր միջոցառումներ, խրախուսվում են ավելի միջոցառումները մանկատնից դուրս իրականացնել, որպեսզի ապահովենք նաև երեխաների սոցիալիզացիան եւ շփումը այլ մարդկանց հետ։ Այսպիսով 90 աշխատակից հերթափոխով հոգ է տանում կենտրոնում բնակվող մանկահասակ երեխաների համար։ Մանկան տունը հագեցած է երեխայի կյանքի եւ զարգացման համար բոլոր պայմաններով, սակայն Լիդա Ջուրիկյանի խոսքով երեխաներին այլ բան է անհրաժեշտ։ Որպես ուղերձ նաեւ հունիսի 1-յան երեխաների իրավունքների պաշտպանության դիմում են բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստվում են մայրանալ կամ արդեն մայրացել են եւ կանգնել են այն խնդրի առաջ, որ երեխան ունի այս կամ այն առողջական խնդիրը կամ բախվել եք որևէ սոցիալական կամ այլ խնդիրների, պետք է համագործակցեք ձեր տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ծանոթանաք այն բոլոր առաջարկվող ծրագրերին, որոնց միջոցով կարող եք հաղթահարել կյանքի այդ դժվարին փուլը եւ երեխան չհայտնվի մանկատանը։ Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, պետք է զգան ծնողի սերն ու ջերմությունը։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։